Անդրանիկ Թևանյանի գործը պետք չէ լսել որպես հերթական նախընտրական աղմուկ։ Այստեղ խոսքը կուսակցության, հարցազրույցի կամ ֆեյսբուքյան վիճաբանության մասին չէ։ Խոսքը պետական գաղտնիքի մասին է։ Քննչական կոմիտեն հայտարարեց պետական դավաճանության և լրտեսության գթյան գործի մասին։ Դատախազությունը դիմեց ԿԸՀ։ ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդման և ազատությունից զրկելու համար։ Գումարը ըստ մեղադրանքի $620,000 է։ Մեխանիզմը նույնպես հստակ է նկարագրվում փակ խորհրդարանական նիստերից գաղտնի տեղեկություններ, փոխանցում Ռուսաստան-Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի միջոցով օտար հատուկ ծառայությունների օգտին։ Թևանյանը մեղադրանքը հերքումում է։ Դատարանը կքննի այդ մասը։ Բայց ընտրողը հիմա պետք է տեսնի ավելի մեծ վտանգը։ Ընտրությունից օրեր առաջ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվում է գործ, որտեղ միասին կան գաղտնիք, փող, օտար կապեր և падգամավորի մանդատ։ Սա արդեն քարոզարշավ չէ։ Սա պետության ներս մտնելու փորձ է։ Եթե դու տանը մնաս, քո փոխարեն կգան նրանք, ովքեր Հայաստանը դիտում են որպես թղթապանակ, ոչ թե հայրենիք։ Հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս։ Քվեարկիր։ Քո ձայնը թող չմնա նրանց ձեռքում, ովքեր Հայաստանի որոշումը ուզում են գնել, հավաքագրել կամ գրել դրսից։